Եվ այդ մրցունակ գինը ինչպես են կարողանալու ապահովել, ասել պետությունը սուբսիդավորել է, ինչ ճանապարհով է իրականացվել։ Հիմա որ խոսեմ մեծ մասով կասեք էլի գնացինք բուսական դաշտ, ճիշտ է, բուսականի մասին չենք խոսելու այսօր, որտեղ խոսում ենք ձուկ ձկնամթերքից, բայց նույն մտքին մենք եղել ենք տարիներ շարունակ, որ մենք մեր պտուղ բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական միության շուկաներում, գնով չենք անցնում, մրցունակ չենք, այնտեղ կան ավելի շատ հետաքրքիր էկզոտիկ մրգեր եւ այլ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ երբ որ ուզեցանք, կարացանք տանենք, վաճառենք եւ այսօր կարելի է ասել, որ արդեն մեծ ծավալների, այսինքն օրի ծավալները մեծանում է դեպի այդ շուկա պտուղ բանջարեղենի վերաբերյալ։ Դա հստակ փաստեր է եւ կառավարության լիստին պարոն Պապոյանը անընդհատ ներկայացնում է թվերը եւ հենց այս պահին մենք նոր երկիր եւս պարոն Պապոյանը կներկայացնի 50 ավտոմեքենա ունենք կանգնած Ծիրանով բարձված, որը որ նոր երկիր է արտահանվելու։ Դրա մասին էլի կխոսեն եկող շաբաթ կիմանաք։ Այնտեղ էլ հարց կա, եթե կարելի է մյուս գործընկերոջն հնարավորություն տանք։ Կառավարությունը կոնկրետ գյուղի կապված էկոնոմիկայի նախարարը ասում է, որ սուբսիդավորում է գնի առումով, որպեսզի ավելի մանչելի ձևավորի կարողանան հաղթահանել։ Հիմա ձգանդերում է մնացող պատրաստ։ Այս պայն չեմ ուզենա ավելի առաջ պատասխանեմ, քան կլինի այդ որոշումը, բայց եթե եկանք հասանք այն փուլին, որ այո մեր ապրանքը այնտեղ պահանջարկ ունի, բայց լոգիստիկ ծախսերը մեծ են, քան ԵԱՏՄ շուկա կամ այլ, կարծում եմ դրա հետ կապված եւս որոշում կլինի սուբսիդիայի վերաբերյալ, ձուկ ձկնամթերքի վերաբերող էլ իհարկե։ Շատ լավ, խնդրեմ։ Հիմնականում ինչ ձկնատեսակներ են այս դարձակը, ամեն ինչ կա մեզ մոտ, թե ձկնատեսակների հետ կապված սահմանափակ։ Չէ, ձկնատեսակների հետ կապված որևէ սահմանում չկա, կառավարության որոշումով հստակ տված ԱՏԳ կոդերը, դա պաղեցված, սառեցված, աղադրված եւ ապխտած ձկի մասին է խոսքը։ 4 թե 5 ԱՏԳ կոդերը, դրա վերաբերյալ եւս մեր կայքեջում հրապարակում կանենք, այսինքն ձկնատեսակը կապ չունի, արդեն կապ ունի, թե այդ արտադրանքը ինչ վերամշակում ասում, ինչ ձև արտահանվում էլի։ Որևէ սահմանափակում ձկնատեսակի վերաբերյալ չկա դրված։ ԱՏԳ կոդերով տված էր, հա, դե պաղեցված, չէ, կենթանի կոդը ոնց որ թե մենք չունենք, կա պաղեցված, սառեցված, աղադրված եւ ապխտած։ Եթե պահածոյացված, նաեւ պահածոյացված, սառեցված, վերամշակված։ Հա, ԱՏԳ կոդերը վերաբերյալ հրապարակումը կանենք իմ հիշելով այդ 4-ն էր, եթե չեմ սխալվում։ Որոշակ պատկերացում կա, թե Եվրամիության շուկան կոնկրետ որ երկրների մասն է խոսքը, որ երկրները կարող են սպառել հայկական բանջարը։ Այդ մասով ճիշտ ասած մենք չենք շատ զբաղվել այդ ուղղությամբ, հա, քանի որ դա ավելի շատ տնտեսվարողի բիզնեսի խնդիրն է, որ երկրներ, որտեղ կլինի հետաքրքրվածությունը, որտեղ կլինի ավելի լոգիստիկ հարմարավետությունը եւ գնային պայմանները, դա ոնց որ ասած մեր մասը չի։ Մենք արել ենք այն, որպեսզի ապահովենք յուրաքանչյուր երկրի արտահանում, այսինքն չկա Եվրոպական միության մի երկիր, որ այս երկիրը չեք կարող արտահանել, այս մնացածը կարող եք, այսինքն բաց է ինքը ամբողջ Եվրոպական միության երկրների համար, մնացածը արդեն տնտեսվարողները իրենք պետք է այդ շուկան հասկանան, որն է իրանց համար ավելի ընդունելի, որ երկրի շուկան։ Ինքնաթիռով, մեքենայով սահմանափակում չկա որևէ լոգիստիկայի հետ կապված, այսինքն կապ չունի դա կլինի ցամաքային ճանապարհով թե օդային։ Իսկ որոշակի այսպեսի հաշվառ պատկերացում կա, թե այն նախկինում իրացվող ԵԱՏՄ շուկա իրացվող ձկի ծավալի որ մասը հնարավոր կլինի դրացնել կամ փոխանցել այս հնարավորություն։ Անկեղծ տեսչական մարմինը չի կարող այդ հարցին պատասխանի, դա կերևա էլ եմ ասում։ Ինքը նոր շուկա է մեր համար, եթե վերցնենք ծավալներով, մենք պատկերացնում ենք, որ մեծ ծավալներ այնտեղ սպառվում, բայց ինչքան
շուկայի որքան մասը կզբաղացնի մեր ապրանքատեսակը, ինչքանով ինքը կլինի հետաքրքիր ԵՄ շուկային, դա մինչև չաշխատենք, այսինքն դրա մասին կարող ենք խոսալ 1 տարի հետո, մոտավորապես, որ հասկանանք ինչ քանակի ապրանք է այս մի տարվա ընթացքում արտահանվել ԵՄ շուկա։ Իսկ որոշակի, այսպես ասեմ, ճանաչում ունի հայկականություն, ասենք ոնց-որ Ծիրանը հակառակ հայկական գույնակետը կան երկրներ, որտեղ հայկականցի մասին ինչ-որ պատկերացում Խավիարի, ինչ-որ բան կա ծովամթերքից, ձկնամթերքից, որ այնտեղ որոշակի այսպես ճանաչում ունի, որ ասեն, ես հայկականություն կեկարուս մաս այդ բան։ Ճանաչումը պետության կողմից, ինչքանով որ մենք մասնակցում ենք ԵՄ բոլոր քննարկումներին ձուկ-ձկնամթերքի հետ կապված, մենք ունենք focal point, որը որ ԵՄ-ի կողմից է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այդ մակարդակով մենք ամեն ինչը ներկայացնում ենք, բայց դե կարծում եմ, որ երկիր չկա, որ հայ չլինի եւ համեմատաբար ներկայ պատկերացումն էլ կլինի, էլի, մեր ապրանքի, բայց ոչ Սիգը փուլային նայած երբ կա ժամանակահատված, որ թույլատրվում է արտահանումը, կա որ ոչ։ Իսկ այդպես ինչ-որ ծրագիր կա Սիգի հենց բրենդի վրա աշխատելու, ոնց որ հայկական Սիգը տեսակ այսպես ավելի հնչել է, ավելի ճանաչված, ավելի։ Էլի եմ ասում, հիմա եթե տենց գնանք բրենդի աշխատելու, ես այն օրը Սարյան փողոցով քայլում էի եւ տեսա մի հատ տես ցուցանակ Սևանի Սիգ, Սարյան փողոցում, ուզում էի հասկանալ ինչ կապ ունի Սևանի Սիգը եւ Սարյան փողոցը եւ հասկացա, երբ որ մուտք գործեցի, որ մարդիկ ստեղծել են այդ մթնոլորտը ու ամեն ինչ պատրաստում են Սիգից, էլի եմ ասում, դա բիզնեսի մոտեցումն է։ Իրանք, այսինքն տնտեսվարողը պետքա ուզենա գնա դրան։ Ինչ մնում է պետության կողմից աջակցությունը, մենք ամեն ինչով պատրաստ ենք աջակցելու եւ աջակցում ենք։ Ես նաեւ այդ հարցը տրամաբանության մեջ եմ ասում, որ ոնց որ Սիգը ամենամանկուրցուկն է, ամենածավալով շատ եւ չգիտեմ ամենաների Ծավալով շատը հարաբերականը մենք իշխանի վերաբերյալ էլ նույնը կարանք ասենք, մենք ձուկ-ձկնամը ձկով Հա, բայց ի տարբերություն ինքը օրինականացված է Սիգի վաճառքը, եթե այո, Սեզոնին երբ որ Սիգի վաճառքի հետ կապված խնդիրը ինչումն է, հա, ինքը ավելի շուտ է, ոնց որ ասած, իր պահպանման ժամկետը, այսինքն այ որ վերցնեն տենց մեծ ծավալների պաղեցնեն, մեկ մյուս կլինի, բայց քանի որ տենց չի ծավալները, որ համատարած պաղեցնեն, սառացնեն, վաճառեն, դրա համար խանութներում գրեթե չկա տենց Պարոն Պետրոսյան, գործընկերոջս հարցը շարունակելով կխնդրեի մի փոքր էլ անդրադառնալ այս հարցին, մասնավորապես երբ մենք խոսում ենք, որ այս կամ այն ապրանքը կապ չունի ձուկն է, ձկնամթերքն է, Եվրամիության չափանիշներին չի համապատասխանում, հասարակության մոտ ընկալում կա, ուրեմն այդ ապրանքը որակական խնդիր ունի եւ իրացվում է այս շուկաներում, որտեղ պահանջներն ավելի թույլ են եւ Հայաստանում ներքին շուկայում։ Կխնդրեմ այդ մասին էլ խոսեք։ Մոտեցումը Եթե կա նմանատիպ մոտեցում, դա շատ սխալ է, չի կարող լինել նմանատիպ դեպք, երբ որ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր եւ վաճառի Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը։ Օրինակը նույն կարող ենք բերել, քիչ առաջ որ խոսում էինք բուսական մթերքի վերաբերյալ, հա, այսինքն ասում են պտուղ բանջարեղենը չգիտեմ, արտահանման ժամանակ հայտնաբերվել է թրիպս։ Այդ թրիպսը մարդու կյանքի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, այսինքն չի կարա մի մթերք, որում որ լաբորատոր փորձաքննության արդյունքում, մոնիտորինգի արդյունքում կամ չգիտեմ, ստուգման ընթացքի արդյունքում հայտնաբերվի վտանգավոր սնունդ եւ չթույլատրվի արտահանվել այլ երկիր, բայց վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նմանատիպ դեպք չի կարող արձանագրվել։ Եթե մթերքը, սննդամթերքը համարվեց վտանգավոր, կասեցվում է շրջանառությունը, հանվում է շրջանառությունից եւ գնում է ոչնչացման։ Այլ մեթոդ, այլ եղանակ դրան չկա։ Այսինքն այդ մոտեցումը էլի եմ ասում, այ որ ասում են առանցին վնասատու է, այդ առանցին վնասատուն սահմանահատման ժամանակ ինքը համարվում է որպես առանցին վնասատու, այսինքն հա մեկ երկրից մյուս երկիր արտանման, բայց մարդու կյանքի եւ առողջության ինքը որևէ վտանգ չի սպառնում։ Եթե նմանատիպ դեպք կա եւ հաստատվում է, որ դա վտանգավոր սննդամթերք է, դա միանշանակ գնում է միանգամից ոչնչացման։ Այսինքն նմանատիպ
մթերքը ոչ կարա մուտք գործի Հայաստանի Հանրապետություն, ոչ դուրս գա Հայաստանի Հանրապետությունից, ոչ է վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Շատ լավ, գործընկերներ։ Սանկցիաների հետ կապված կարող եք խոսել, Ճիշտ ասած, այսօր հավաքվել ենք ձուկ ձկնամթերքի վերաբերյալ խոսելու։ Եթե կարող եք, եթե ձեր կոմպետենցիայի մեջ Չէ, ես ճիշտ ասած ասեցի, եթե այդ հարցի վերաբերյալ կան որևէ հարցեր, կխնդրեմ մեր լրատվականին գրավոր կամ բանավոր դիմեք, փորձենք մանրամասն ներկայացնել, որ փուլում ինչ խնդիրներ կա, սանկցիայի վերաբերյալ ինքը սանկցիա չի, հա, ժողովուրդ, բերեք չօգտագործենք այդ բառը սանկցիա, որտեղ ինքը սահմանափակում է, իսկ սահմանափակումը դա ժամանակավոր խնդիր է, կա խնդիր, կա լուծում։ այսպես ընդհանրական հարցը, ես ուղղակի հետաքրքիր է կարող հենց նշանակում որ ոչ միայն մարտահանող ապրանքատեսակների հետ կապված սահմանադրական խնդիրներ իրականում չկա, որովհետև միանգամից բոլոր ապրանքատեսակները տարածության չգիտեմ լավոր, բացիկով, Չէ, իրականում հաղորդագրություններից մեկն է ձգների հետ կապված։ Իրոք այդ հարցը կստանք Այդ որ ասում եք մենակցրի գեսիմի, ոջիան նշել է նաև մարդու կյանքի համար վտանգավոր բաներ են հաստատվել, դրանցից մեկը դա, որ ձգների հետ կապված ուժեղացված լաբորատոր հսկողության պայմաններում արտադրանքում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր, լեյկոմալակիտային բանաչ, մեթիլենային կապույտ, տոֆին, ուլոնների խումբ, քլորոֆեգրացիկլին և պաթոգեններ։ Սա միայն ձկների հետ կապված, ձկների հետ կապված, Եկեք ձկների հետ կապված, նույն ջերմուկի հետ կապված, ժողովուրդ, այդ ինչ որ գրառումները կա, որ տնտեսություններում այդ կա, այսինքն մենք ստացել ենք այդ պաշտոնական նամակները, նաև կա դրա հակառակ կողմը, պաշտոնական նամակների պատասխանը, ջերմուկի վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիտորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության եւ որևէ խախտումներ չի հայտնաբերվել, դա կա եւ այդ արձանագրությունները ուղարկվել է, նույնն էլ այդ ձուկ ձկնամթերքի հետ կապված ձկնաբուծարաններից վերցվել է նմուշներ, որը որ գնացել է փորձաքննության եւ պատասխանները ներկայացրել են, որ այդ տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդությունները չեն հայտնաբերվել։ Նախորդ մասը որն էր, որ խնդրեմ։ Չէ, գյուղմթերքի վերաբերյալ գյուղմթերքի հետ վերաբերյալ Ծիրան, ելակ դե Ծիրանը մի քիչ դեռ չէր հասցրել գնա, լոլիկի պարագայում մենք ասել ենք, որ մեր լոլիկը վակցինացում է եւ մենք ապացուցել ենք, այսինքն այդ կարանտին վնասատուն, որոնք որ շեշտվել էր գրության մեջ, որը կա, դա վակցինացված է եւ ինքը, այսինքն լաբորատոր արդյունքում ցույց է տալի, որ իր հակամարմինն է ցույց տալիս, այսինքն կա չափս ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է, այսինքն վակցինացված էր լոլիկի մասով, ինչ վերաբերում է կլուբնիկ եւ մնացածին, սենց համառոտ ասեմ, այո, թրիպսը կար հայտնաբերված եւ երբ որ ռուսական կողմն էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում ստուգում իրականացում 6-7 տնտեսություններից մի տնտեսությունում հայտնաբերվել էր։ Մեկում կար, բայց այդ թրիպսը ինքը կենթանի միջատ է, որը որ թունաքիմիկատների միջոցով այսօր կա, վաղը կարա չլինի, բայց ամեն դեպքում սահմանահատման դեպքում ինքը այո համարվում է առանցին վնասատու։ Բերեք այսքան